Իդեպ Վրաստանի իշխանությունները պետական համալսարաններում կրթությունը դարձրել են լիովին անվճար թե բակալավրի, թե մագիստրատուրայի մակարդակներում։ Մինչ այս անվճար էին դարձրել նաև մանկապարտեզներն ու դպրոցները։ Սա Վրաստանի կառավարության նախընտրական խոստումներից մեկն էր։ Հիշեցնեմ, Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի փետրվարին։ Հիշեցնեմ նաև, որ կրթության մասին են Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր ելույթները։ Նա բոլորին է կոչ անում կրթվելու, բայց ուսման վարձերը վաղուց են 1 միլիոն դրամը։ Փաշինյանն ասում էր այլևս ոչ մի ուսանող առանց կրթության չի մնալու գումար չունենալու պատճառով, բայց այսօր բազմաթիվ է այն երիտասարդների թիվը, ովքեր որպես երազանք են պահում բարձրագույն կրթությունը գումար չունենալու պատճառով։ Իրական կրթությամբ ապահովելու փոխարեն կրթարշավ է, կրթությունը նորաձև է խորագրով։ Եթե Վրաստանում նախընտրական խոստումը վերածվեց իրական պետական քաղաքականության, Հայաստանում խոստումը վերածվեց հեշթեգի։ Իդեպ Վրաստանում ամեն օր չեն հայտարարում, որ երիտասարդն իրենց համար գերագույն արժեք է, այլ դա ապացուցում են կառավարության որոշումներով։ Մեզ մոտ ունենում են ելույթներ և գործը համարում ավարտված։